Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, պետհետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի, աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող երկու տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված և ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողները արտադրել են նաև զինվորական համազգեստի նմանվող հագուստներ, որոնք ըստ ձեռք բերված նախնական տվյալների վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին։ Համակողմանի և մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ այս տնտեսվարողները 2020-ից 24 թվականների ընթացքում թաքցրել են շուրջ 3 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 900 միլիոն դրամի վնաս։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով պետհետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը հարկային կարգապահության խախտումները բացահայտելու ուղղությամբ, այսպես նաև պաշտպանելով օրինական բիզնեսի շահերը։